Հունիսի 19-ին մեր եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի եւ Աթանագինեի եպիսկոպոսի հիշատակության օրը։ Վեհափառ Հայրապետի ձեռքում սրբերի մասունքներն ամփոփող մասունքարանն է։ Հայրապետական թափորը հանդիսավորությամբ, շարականների երգեցողությամբ ու հավատացյալների ուղեկցությամբ վեհարանից քայլում է մինչև Սուրբ Տրթատ բաց խորան։ Բոլորն են ցանկանում ստանալ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու համբուրել օրհնաբեր մասունքարանը։ Արարատյան շաբաթվա օրերին խանդավառություն է տիրում Էջմիածնի փողոցներում։ Այս անգամ հոգևորականների թափորը թմբուկների բարձր հնչյունների ներքո շարժվեց դեպի Սուրբ Շողակաթ վանք։ Նվիրական սրբավայրի ուխտի օրն է։ Վարք սրբոցը պատմում է, որ Աթանագինեի եպիսկոպոսը, որը սպասավորում էր փոքր հայքի Պիտակտո քաղաքում, Դիոկլետիանոս կայսեր հրամանով 10 աշակերտների հետ գլխատվել է քրիստոնեական հավատի համար։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրթատ արքայի մոտ ծառայության անցնելը ամուսնացած էր Աթանագինեի քրոջ հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները Սուրբ Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում եւ ամփոփում, աշտիշատում ու բագավանում, կառուցելով վկայարաններ։ Լուսավորչի պատգամին հետևելով 100-ամյակներ շարունակ մեր եկեղեցին նշում է հանուն հավատի մարտիրոսացած այս սրբերի հիշատակը։ Ուխտի տոնական պատարագը Շողակաթ վանքի վանահայր Տեր Արիս Աբեղատոնոյանը մատուցեց։ Հայրսուրբն իր քարոզում անդրադարձավ հայոց դարձը խորհրդանշող Արարատյան շաբաթվա տոների կարևորությանն ու հանուն հավատքի նահատակված սրբերի վարքին։ Հովհաննես Մկրտիչը, գիտեք, որ այն նախակարապետն էր, որ Հորդանան գետում մկրտեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Եվ խորհրդանշում է այն նախակարապետի այդ գործողությունը խորհրդանշում է, որ Քրիստոս նաև օրենքի տակ է մտել, բայց նաև օրենքից վեր է։ Սուրբ Կարապետով կարծես թե 5 կտակարանյան այն բոլոր խորհուրդները կատարվեց եւ եկավ Քրիստոս լրացնելու այդ կտակարանը եւ հաստատելու նոր ուխտը մարդկության փրկության համար։ Արարատյան շաբաթվա տոնական պատարագներին մասնակցում են նաև միաբանական համաժողովի առիթով աշխարհասփյուռ թեմերից Էջմիածին ժամանած միաբանները։ Սուրբ Շողակաթ վանքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Կառուցվել է Գայանյաց կույսերից մեկի Սուրբ Մարիանեի նահատակության վայրում։ Ավանդության համաձայն եւ Մայրտաճարին եւ կույսերին նվիրված եկեղեցիների տեղը Սուրբ Գրիգոր Լուսավորչին տեսիլքով է հայտնվել, երբ երկնքից շողի տեսքով լույս է կաթել երկրի վրա։ Այստեղից էլ առաջացել է եկեղեցու անունը Շողակաթ։ Այժմյան Սուրբ Շողակաթ եկեղեցին 1694 թվականին վերակառուցել է նահապետ առաջին Եդեսացի կաթողիկոսը Աղամալ Շորոթեցի իշխանի բարերարությամբ։ Այսօր կրկնակի տոներ Շողակաթ, Շողեր, Հովհաննես, Մկրտիչ անունը կրողների համար։ Ողջ օրվա ընթացքում նրանք շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ էին ստանում։ Այս տոնը ինձ համար ավելի յուրահատուկ է այն իմաստով, որ սա մեծագույն սուրբերից մեկն է մեր։ Ինչպես կարող ենք չփառաբանել Հովհաննես Մկրտիչին, որը մեր Փրկչին մկրտեց։ Այսօր արդեն մի քանի հատ շնորհավորանք ստացել եմ նաև իմ քրոջից, որը նույնպես այս Շողակաթ եկեղեցու հավատավորն եմ։ Մասնակցելով պատարագին Սուրբ Շողակաթ եկեղեցում առիթ ունենք անդրադառնալու մեր գործերին, որքանով ենք մենք քրիստոնեավայել ապրում, որքանով ենք մենք այսօր նպաստում եկեղեցու բարօրությանը եւ հետեւաբար մեր հոգու փրկությանը, որովհետեւ սա ներդաշնակ կապ է։ Մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող եւ Հովհաննես Մկրտչի ձայնը պետք է հնչի այսօր յուրաքանչյուրիս մեջ, կոչ անելով, որ բոլորս անդրադառնանք մեր հոգիներին, անդրադառնանք մեր մայր հայրենիքին ու մայր եկեղեցուն։ Մասունքարանը Շողակաթ վանքում հավատացյալների երկրպագության համար մնաց մինչև երեկոյան ժամերգության ավարտը, որից հետո դարձյալ վերադարձվեց մայրաթոռ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։